Ինչի համար եք ափսոսում վերջին 7 տարվա ընթացքում։ Ամեն ինչի համար։ Այստեղ մի լավ բան ես չեմ տենում, որ չափսոսամ այս երկրում։ Ամեն ինչի համար։ Ափսոսում եմ, որ աման եմ գալու տենում եմ փողոցներում մարդիկ պարկած հաց են հավաքում։ Գներն էլ բարձրանում, ում համար չգիտեմ։ Ինձ ոչ մի հարց մի տվեք, ավելի լավ է։ Երազների չկատարման համար։ Խոստումները չկատարելու համար։ Որ խաբվեցինք։ Վերջ։ Լիքը բան, իհարկե, հենց Արցախն է, դե այդ թեման այնքան ցավոտ է իմ համար, որ ես դրա մասին չեմ կարող խոսալ։ Սարսափելի է, ես որ իմ մտածում չեմ կարողանալու գնամ, չգիտեմ, մինչև երբ Արցախ, Շուշի, ես լացից գալիս եմ։ Շուշին իմ սիրո քաղաքն է, շատ եմ սիրում այդ քաղաքը, չգիտեմ։ Ափսոսում եմ դրա համար, ափսոսում եմ, որ սենց ղեկավարում ենք, շատ եմ ափսոսում, որ ինձ ոչ ոք չի խաբել, ոչ Սերժը, ոչ սկսեցի խոսալ, ոչ էլ Քոչարյանը։ Ես հասկացել եմ, որ իրան գալիս են լափելու, գրփելու բան, սա ինձ խաբել է, ես սրան հավատացի, սրա հետևից գնացի ու խաբնվեց, ես երեխուն վերցնում էի, ուսերիս էի դնում, միասին գնում ենք անպայման բոլոր միտինգներին, ինչ ասեց հակառակը արեց, վատ մարդ է ինքը, այդ մեղմ ասած, վատ մարդ, կներեք։ Ինչի համար եք ափսոսում վերջին 7 տարվա ընթացքում։ Չգիտեմ։ Ինչի համար եմ ափսոսում։ Հա, իշխանափոխությունից հետո։ Չէ, ոչ շնդանի համար էլ չեմ ափսոսում։ Ամեն ինչ նորմալ է։ Օրինակ Արցախի կորուստ այսքան պատերազմներ։ Չէ, դե հա, դա մեր ամենացավագին մասն է, որ մենք հզգում ենք բոլորս։ Ուզենենք, որ ավելի լավ հզոր երկիր ստեղծեին, որ կարգին զինված ուժեր ունենային, որ կարողանանք իսլամիների դեմ առնենք։ Ինձ թվում է դա է մեր միակ անվտանգությունը, որ կարանք մենք գոյատևենք ու ապրենք, որպես ինքնիշխան պետություն։ Ամեն ինչի համար ափսոսում եմ առաջի հերթին, որ իմ երեխեքը ես չէ, ընտրեցին այս վարչապետին։ Այս երկրի որ քանդվել է դրա համար ափսոսում ես։ Ուրիշ ոչ մի համար ափսոսում։ Միայն դրա համար, որ ղեկավար չունենք նորմալ։ Այդքան ասում։ Վերջի 7 տարում Թե իշխանափոխությունից հետո էլի նկատում եմ։ ոչ մի բանի։ Դե Արցախի կորուստը այդքան չի, որ իրանց մեղավորությունն է իմ կարծիքով։ Դա կորցրած էր վաղուց։ Հիմա ուղղակի ավելի օրինականացրեցին։ Այսինքն ոչինչի համար չեք ափսոսում, ինչ որ եղել է այս 7 տարիների ընթացքում։ Դե գիտեք, ձեր հարցը ես գիտեմ, որ կողմ է գնում, որ անպայման կառավարության, վարչապետի, ինչ որ բան ասենք, բայց ես ուղղակի ձեր հարցին ինձ թվում է պատասխանում եմ այն բանով, որ արված է եղել շատ վաղուց, այն ինչ որ դուք անկալում եք, որ ես ասեմ, դրա համար արդեն գիտենք, որ տենց է լինելու։ Դրա համար ափսոսանք, չափսոսանք արված վերջացրած էր։ Էս էլ ուղղակի էլի եմ ասում, իրանց հաշվով օրինականացրեցին էլի, բայց անցյալները հիմա չէ։ Ես շատ հույս ունեմ, որ ամեն ինչ լավ է լինելու։